Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտի տաղավարում է մեր ձևով շարժման անդամ քաղաքագետ Անդրանիկ Գևորգյանը, շնորհակալություն Անդրանիկ։ Ընտրաշավը պաշտոնապես չի սկսվել, բայց ինչպես միշտ լինում է, չէ, կես տարի արդեն կամ մի քանի ամիս շուտ սկսվում է ըստ էության ընտրապայքարը սկսվում է, ինչպես է այն գնահատում։ Այս պահին ընթացող զարգացումները քաղաքական դաշտում ընտրապայքարի հետ կապված կարելի է գնահատել որպես տոքսիկ, որովհետև տեսնում ենք իշխանականների հատկապես մեր քաղաքական ուժի վրա գեր բեռնվածությունը, սևեռնվածությունը, տարբեր մանիպուլյացիաներ, տարբեր կեղծիքներ, տարբեր ստեր եւ այլն եւ այլն։ Դա բնական է, սպասելի է, որովհետև իրենց աշխատելավոճն է, իրենց գործելավոճն է։ Այս բան գնահատում եմ որպես այդպիսին տոքսիկ, բայց ինչպես գիտենք, քաղաքականությունը ինքնին տոքսիկ երևույթ է եւ ստատիկ չէ, դինամիկ է, ժամ առ ժամ ինչ որ բաներ են փոխվում եւ այլն եւ ընտրապայքարն էլ ընթանում է իր հունով, մենք միտված ենք մեր գաղափարները ներկայացնել մեր հայրենակիցներին, առավելագույնս, ու այդպես է շարժվելու ենք։ Ասում եք տոքսիկ, ես հետևում եմ ընտրապայքարին 1990 թվականից։ Այսինքն, երբ որ ազատ ընտրությունները սկսվեցին Հայաստանում, ես դրանք լուսաբանում եմ։ Եվ միշտ կոչեր են հնչում եկեք իրար չվիրավորենք, եկեք էթիկայի կանոնները պահենք եւ այլն, բայց այդ կոչերը միշտ արդեն 25-35 տարի միշտ տեսական մակարդակի վրա են մնում, այդպես չի։ Այո, գործնական դաշտում այդպես չի, բայց մեր քաղաքական ուժը առանձնանում է, որովհետեւ մենք ի սկզբանե որդեգրել ենք այնպիսի քաղաքականություն, որ պետք է զերծ մնանք իրար վիրավորելու, իրար ինչ-որ բաներ հասկացնելու։ Մեր քաղաքական ուժը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ մենք պիտի առաջարկներ ներկայացնենք մեր հայրենակիցներին եւ փորձենք ներկայացնել այն ուղիները, որոնցով պիտի դուրս բերենք այս իրավիճակից ու ստեղծենք ուժեղ Հայաստան, ստեղծենք ուժեղ տնտեսությամբ երկիր, եւ դա մեր գերնպատակներից է։ Մեր ուժի առաջնորդը նույնպես գաղափարախոսությունը այնպիսին է, որ պետք չէ վիրավորել, այլ տանել ավելի շատ համախմբման, միասնականության եւ առաջարկներ ներկայացնել։ Ես խնդրում եմ հիմնավորեք թե ինչու, այսինքն դուք որպես քաղաքագետ համաձայն եք այդ մարտավարության հետ, որովհետև երբեմն ասում են, եթե նա է ինձ վիրավորում, ես էլ կոպիտ ասած ներողություն արտահայտության սաբարոտկա պիտի խլեմ, ես պետք է ուրեմն ական այսպես սկզբունքով շարժվեմ։ Դուք հավատում եք, որ այս մարտավարությունը, այս մեղմ մարտավարությունը կարող է հաջողության բերել։ Ես չեմ որակի մարտավարությունը մեղմ, որովհետև որպես այդպիսին մեղմ չէ, կառուցողական ագրեսիվ է, ու դա շատ ամենակարևոր կետերից մեկն է, որ մենք ագրեսիվ ձևով ներկայացնում ենք կառուցողական առաջարկներ ու դրսևորում ենք քաղաքական դաշտում ագրեսիվ կառուցողական վարքագիծ։ Եթե հաշվի առնենք վերջին մի քանի տարիներում քաղաքական դաշտում տեղի ունեցած իրադարձությունները, զարգացումները, ինչի բերեց այդ պատասխանելու, եթե դու այդպես, ես այսպես։ Ոչինչի, մենք չունեցանք այն ցանկալի արդյունքը, որը որ ակնկալում է մեր քաղաքացին, որը որ ակնկալում է հայը Հայաստանում ապրելու, զարգացնելու, շենացնելու եւ առաջ գնալու համար։ Այսինքն դա ոչ մի տեղ չտանող քաղաքականություն էր։ Հատկապես վերջին մի քանի տարիներում մենք դրա ականատեսն եւ դա է պատճառը, որ մենք ընտրել ենք կառուցողական, բայց ագրեսիվ մարտավարություն։ Հիմնական մեղադրանքը կամ չգիտեմ կշտամբանքը, որը ձեր շարժման հասցեին է, այն է, որ Սամվել Կարապետյանը նաև Ռուսաստանի քաղաքացի է եւ հետեւաբար դուք սպասարկում եք Ռուսաստանի շահերը։
Ինչպես դուք կպատասխանեիք դրան։ Երևի արդեն բազմիցս պատասխանեք, բայց խնդրում եմ մեկ անգամ եւս։ Մեկ անգամ եւս պատասխանեմ։ Սամվել Կարապետյանը, ինչպես գիտենք, կապիտալ ունի աշխարհի տարբեր երկրներում, ոչ միայն Ռուսաստանում, Արևմուտքում նույնպես, ինչպես նաև Հայաստանում։ Եվ բազմիցս ապացուցել է, որ իր փորձը, ազդեցությունն ու հեղինակությունը Սամվել Կարապետյանը օգտագործում է իշա հայ ժողովրդի։ Մենք տեսանք, որ չգնալ գործարքի հեծի հետ կապված եւ զրկվել ունեցվածքից, զրկվել ազատությունից հանուն հայ ժողովրդի շահի, հանուն ազգային ինքնության պահպանման։ Եվ սա ռիսկ չէ, սա հնարավորություն է մեզ համար, որովհետև բազմիցս տեսել ենք հենց այդ վարքագիծը, որ փորձել այնպես անել, որ հայ ժողովրդի շահը ներկայացնել եւ ոչ թե օտարի շահը ներկայացնել։ Սա այն կարևորագույն կետերից է, որ մեր գաղափարախոսության մեջ է եւ ոչ մի անգամ Սամվել Կարապետյանը չի փորձել գովաբանել Ռուսաստանին հարվածելու Արևմուտքին, չի փորձել գովաբանել Արևմուտքին հարվածելու Ռուսաստանին, այսինքն բալանսավորված ձևով ապահովել հայի շահը, Հայաստանի շահը։ Եվ այստեղ կատարվող այդ ասվող արտահայտությունները ու կատարվող իրադարձությունները դրա մասին են, երևի թե բոլորս էլ տեսել ենք, թե ով է օտարի շահ սպասարկում ու ով է ինչ որ այլ երկրի ղեկավարի գիրքը գրկած նկարվում այլ երկրի ղեկավարի հետ, ինձ թվում է այդ վարքագիծը ձեր ասած տրամաբանության մեջ ավելի ակնառու է։ Ընդհանրապես ինչպես է բնութագրում հիբրիդային պատերազմ արտահայտությունը, որովհետև դա իշխանությունների սիրած բառակապակցությունը նկատի է առնվում, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, չնայած շատ հաճախ Ռուսաստանի անունը չի տրվում, բայց բոլոր ակնարկներից հասկանում ես, որ դա Ռուսաստանն է հենց։ Հիբրիդային պատերազմի հետ կապված մեր ներկայիս իշխանավորները բազմաթիվ sense ինչ որ խոսույթ են ձևավորում քաղաքական դաշտում։ Նաև հիբրիդային սպառնալիքներ։ Հիբրիդային սպառնալիքներ, նախ հասկանանք, թե հիբրիդային, իրենք եթե հասկանան այդ հիբրիդային պատերազմը ինչ է իրենից ենթադրում, իրենք չեն օգտագործի։ Հիբրիդային պատերազմը, բացի այն բում պատերազմից, որ զենքով հարձակվում են քո վրա, հիբրիդային պատերազմը այն պատերազմն է, որ դու հարվածում են քո ազգային անվտանգության ոլորտներին, հարվածում են տնտեսությանը, եկեղեցուն, մշակույթին, պատմությանը, բարոյալքում են ազգին։ Իսկ այդ տեսակ վարքագիծ այս պահին իրականացնում են հենց ներկայիս իշխանավորները Հայաստանի ներսում, իսկ դրսից օրակարգը թելադրվում է հենց ձեր ասած երկրների կողմից։ Այստեղ հարց է առաջանում, եթե իրենք հասկանան, թե ինչ է հիբրիդային պատերազմը, զերծ կմնան այդ խոսույթը օգտագործելուց, որովհետև հենց իրենք են այս պահին կրողը, հենց իրենք են դա իրականացնում Հայաստանում։ Թե չէ ամեն ինչին հիբրիդային են, հա, ես ձեզ հիբրիդային հարցեր եմ տալիս, դուք ինձ հիբրիդային պատասխաներ, այսինքն այդ հասկացությունից ինչ-որ շատ հեռացել եք մենք կարծես թե։ Հա, չենք հասկանում, թե հասկացությունը երբ է օգտագործվում եւ ինչ կոնտեքստում պետք է օգտագործվի, ուղղակի փորձում են նորից կրկնեմ մանիպուլյացիոն ձևով քաղաքական դաշտում ինչ որ պատկերացումներ ստեղծել քաղաքական որևէ ուժի նկատմամբ, հատկապես մեր ուժի նկատմամբ, որովհետև ներկայիս իշխանավորները նույնպես հասկանում են, որ ընդդիմադիր դաշտում մեր ուժը առաջատար է եւ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը այն միակ ուժն է, որը պետք է Հայաստանը ղեկավարի, առաջնորդի եւ դուրս բերի այս վիճակից։ Ընդհանրապես օտար ուժերի, հա, էլի շատ սիրում են այդ արտահայտությունը, մեր նման երկրներում եւ կոնկրետ Հայաստանում օտար ուժերի ազդեցությունը ներքին քաղաքականության վրա եւ մասնավորապես ընտրությունների վրա կարևորում եք, այսինքն դա իսկապես կա, այդ վտանգը գոյություն ունի, թե չէ։ Միանշանակ գոյություն ունի, այն հիբրիդային պատերազմների, չակերտավոր հիբրիդային պատերազմների անվան տակ այլ երկրների կողմից տրամադրվող
դրամական միջոցները Նիկոլ Փաշինյանի վերարտադրման համար հանդիսանում է եւ հենց ձեր ասած կոնտեքստում կարող ենք հասկանալ, որ այսօր որոշակի շրջանակներ, օտար շրջանակներ մղում են որոշակի միջոցներ դեպի Հայաստան ընտրական process-ին ազդեցություն ունենալու համար։ Այդ վտանգը կա, իսկ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության ու այս ընթացքի ժամանակահատվածում դա եղել է ավելի ակնառու ու եղել է ավելի շատ։ Որ սկզբունքով են տրոհվում այն կուսակցությունները, այն դաշինքները, որոնք մասնակցելու են ընտրություններին։ Ես մի քանի չափանիշ բաժանարար գծեր բերեմ, հա, գաղափարախոսություններ, չգիտեմ, լիբերալներ, սոցիալիստներ, պահպանողականներ, ազգայնականներ, կամ ռուսամետ, արևմտամետ, կամ իշխանություն, ընդդիմություն, կամ էլ ներկաներ, նախկիներ, որ բաժանարար գծերով են բաժանվում այսօրվա կուսակցություններն ու շարժումները, որոնք պատրաստում են մասնակցել ընտրություններին։ Մնացած կուսակցությունների մասով բաժանարար գծեր անցկացնելու մասով գնահատական չեմ ուզենալ տամ, կնշեմ մեր քաղաքական ուժի բաժանարար գիծ որպես այդպիսին մենք փորձում ենք վերացնել, որովհետև բաժանարար գիծ գծել են նաև մեր հասարակության մեջ։ Բաժանարար գծեր ամեն տեղ են, տարբեր խմբերում, ընտանիքներում, այո, բարեկամների շրջանակներում, ընկերների շրջանակներում եւ այդ բաժանարար գծեր կոչվածին պիտի վերջ տանք, սևեր եւ սպիտակներ չպիտի խաղանք ու հենց մենք սկզբից էլ դրել ենք դա, որ չպիտի բաժանենք, մենք պիտի միավորվենք, մենք քիչ ենք, մենք պիտի միավորվենք։ Իսկ ներկայիս քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները ես խոսքի սկզբում նշեցի, որ քաղաքականությունը ստատիկ չէ, դինամիկ է, անընդհատ ժամ առ ժամ փոփոխություններ են կատարվում։ Իսկ դրա վերջնարդյունքը պիտի որոշի ժողովուրդը։ Ժողովուրդը պիտի որոշի ով պիտի անցնի ազգային ժողով, ով ինչքան մանդատ պիտի ունենա, ինչ ծրագիր պիտի աշխատի Հայաստանի ապագան վերակառուցելու գործում, ժողովուրդը պիտի այդ որոշումը կայացնի։ Թույլ տվեք կենցաղային օրինակ բերեմ, հա։ Ենթադրենք ինչ որ առիթով դուք եւ ձեր հարազատները, բարեկամները կամ դասարանցիները հավաքվում եք եւ այնտեղ կան իշխանության բուրըն կողմնակիցներ։ Եվ հետո ուրեմն երկու բաժակ խմելուց հետո սկսվում է վեճը։ Ինչ եք դուք ասում այդ ձեր բարեկամներին կամ դասարանցիներին։ Վեճ որպես այդպիսին հայի մեջ չպիտի լինի։ Հայը հայի հետ քաղաքականության պատճառով ասեմ, թե այլ բառով բնորոշեմ, չպիտի վեճ լինի։ Պիտի այդ վեճը լինի կառուցողական երկխոսություն։ Եթե ես այսօր ունեմ ավելի փաստարկված հիմնավորումներ, թե ինչու իմ ծրագիրը ու իմ մարտավարությունը շատ ավելի համապատասխանում է Հայաստանի ապագա տեսլականին, ես պիտի փորձեմ հիմնավորված պնդել իմ տեսակետը։ Չպիտի վեճ տեղի, որովհետև այսօր այդ ձեր ասած վեճերը տեղի ունենում անհիմն, անձերի շուրջ են ձևավորվում այդ վեճերը, առանց գաղափարների, այո, Facebook-ը չասած, գաղափարների շուրջ պիտի ձևավորվեն ճակերտավոր վեճերը։ Այդ քննարկումները, վերլուծությունները, թեկուզ բարեկամը բարեկամի հետ, ընկերը ընկերոջ հետ, տնտեսական ծրագրի, տնտեսական գաղափարախոսության եւ մնացած այլ բոլոր ոլորտներում ուժերի ներկայացրած գաղափարախոսությունների շուրջ պետք է ձևավորվի երկխոսությունները առանց վիճելու։ Ինչ են ասում շարքային քաղաքացիները, երբ դուք նրանց հետ հանդիպում եք։ Նրանք հաստատ չեն ասում, ուզում ենք Հայաստանը ժողովրդավար լինի կամ ազատական տնտեսություն ունենա կամ չգիտեմ, անկախ դատական համակարգ ունենա։ Նրանք ենթադրում են, ամենայնպես ինձ այդպես են այդ թեմաներով են խոսում իմ հետ։ Ուզում են, ասում են, թոշակս այսքան է, աշխատավարձ այսքան է, չեմ կարողանում ընտանիքս պահել, կամ եթե շատ քաղաքականացված են, ասում են նախկիններին պետք է պատժել կամ Փաշինյանին պետք է հեռացնել։ Դες բավարարում է դիսկուրսի այդ մակարդակը։ Մեզ համար շատ մեծ կոպիտ ասած ժողովրդի կողմից այդ տրվող տրիգերը մեզ համար, որ ժողովուրդը ցանկանում է լավ ապրել ու անվտանգ ապրել։ Ժողովուրդը ցանկանում է իր երկրում ապրել։
ժողովուրդը ցանկանում է այդ բարձր կենսամակարդակ ունենալ ու չարտագաղթել, դրսում չաշխատել, աշխատատեղ ունենալ իր երկրում, անվտանգ ապրել իր երկրում։ Ժողովուրդը ցանկանում է կայուն ու ուժեղ առաջնորդ տեսնել, որ կառաջնորդի իրեն, որ կստեղծի բոլոր պայմանները, որպեսզի ունենանք ուժեղ տնտեսություն, ուժեղ Հայաստան, որպեսզի ապրենք ու արարենք մեր երկրում առանց, չգիտեմ, այլևայլությունների։ Չէ, նորմալ է, որ մարդիկ կենսական խնդիրների մասին են խոսում։ Տարիների ընթացքում մարդկանց մոտ ձևավորվել է հենց այդ իրավիճակը։ Մարդիկ էլ մեղավոր չեն, որ հենց դրա մասին են խոսում։ Ոչ միայն դրա մասին են խոսում։ Անվտանգությունից էլ են խոսում, ցանկանում են անվտանգ ապրել ու իրենց երկրում ապրել իրենց երկրում անվտանգ ու ապրել լավ կենսապայմաններով, բարձր թոշակով։ Ինձ թվում է դա կարևորագույն կետերից մեկն է երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության, որ պիտի պաշտպանի իր ժողովրդին եւ ապահովի բոլոր այն հնարավոր առավելագույնս պայմանները երկրում ապրելու համար։ Եթե խնդիրը անվտանգությունն է, դե իշխանությունը ասում եմ, մենք էլ հենց անվտանգություն ենք ապահովում։ Մենք բերել ենք ձեզ խաղաղություն։ Ինչ եք ուզում։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ Այն խաղաղությունը, որը որ թղթի վրա է ու երաշխավորված չէ, հարցականի տակ է դրվում դրա իսկությունը։ Խաղաղության երաշխավորված խաղաղություն ունենալու համար պիտի բանակցողը պիտի լինի խելամիտ, պետք է լինի ուժեղ բանակցող, որպեսզի կարողանա բերել երաշխավորված խաղաղություն։ Միայն ասելով չի, մենք հասկանում ենք, որ իրենք լավ խոսում են, լավ ասում են, Facebook-ում են լավ արտահայտվում, բայց գործնական քայլերը դրա մասին չեն։ Հետևաբար, որ սկզբունքով քաղաքական ուժերը պետք է միավորվեն։ Պարզ է, որ մեկ միասնական ցուցական դիմության հնարավոր չէ, բայց մյուս կողմից էլ 20 հատ կամ 25 հատ անդիմադիր կուսակցություն նույնպես լավ չի։ Ինչ որ պետք է խոշորացումներ տեղի ունենան, իմ կարծիքով չգիտեմ։ Պարոն Աբրահամյան, դուք ինքներդ նշեցիք, որ 1900-ականների վերջից հետևում եք քաղաքական իրադարձություններին, զարգացումներին ու երևի թե ականատես եք եղել լիքը կոալիցիաների, լիքը դաշինքների, որոնք որ փորձել են ինչ-որ ձևով հանդես գալ քաղաքական դաշինքները։ Հենց դրա մասին է խոսքս։ Տեսեք, Սամվել Կարապետյանը բազմաթիվ անգամներ իր գրավոր ուղերձներում շեշտել է, որ մենք պիտի հասնենք մեծ տարբերությամբ հաղթանակի։ Սա նշանակում է, որ մենք այդ պատասխանատվության տակ, որ մտնում ենք, այդ պատասխանատվությունը պիտի լինի երաշխավորված։ Բազմաթիվ են եղել կոալիցիաներն ու դաշինքները, որոնք վերջնարդյունքի ոչ բավարար լինելու արդյունքում սկսել են մեղավորներ փնտրել, միմյանց մեղադրել, որ ով էր այս վատ արդյունքի պատասխանատուն, իրար վրա գցել, սենց ինչ որ գործընթացների մենք ականատես ենք եղել։ Եվ հենց դա չունենալով մենք հայտարարել ենք, որ պիտի գնանք ընտրություններին առանց դաշինքների։ Իսկ թե ինչ ընթացք կունենա, ես մեկ անգամ եւս ասեմ, ժողովուրդն է որոշելու, ով որքան ձայն կստանա, ով կանցնի ազգային ժողով, ինչքան մանդատ կունենա, ինչ ծրագիր կունենա եւ միգուցե ժողովրդի որոշումից հետո էլ առաջարկված ծրագրերը ուսումնասիրենք հասկանալու համար, թե արդյոք համապատասխանում են մեր գաղափարախոսությանը, արդյոք այն ռազմավարությունը, որը որ ունենք Հայաստանը դարձնելու ավելի ուժեղ, համապատասխանում են մնացած ուժերին եւ արդյոք մենք այն ուժերն են, որոնց հետ պիտի գնանք ինչ որ, չգիտեմ, կոալիցիայի կամ միասնականության։ Արդյոք ժողովրդի որոշման վրա չի ազդում այն հանգամանքը, որ ընդդիմադիրներից շատերը, այդ թվում Սամվել Կարապետյանը, հիմա գտնվում են անազատության մեջ։ Սամվել Կարապետյանի թողած ուղին, կատարած բարեգործությունները ու անցած ճանապարհը ժողովուրդը տեսել է տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ եւ անազատության մեջ լինելով հանդերձ Սամվել Կարապետյանը այսօր սեր ու հարգանք է վայելում ցանկացած հայի մոտ, լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս։
եւ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կատարելու է իր ճիշտ ընտրությունը, հաշվի չառնելով բոլոր այն դժվարությունները, որոնք առկա են քաղաքական դաշտում, բոլոր այն ճնշումները, որոնք առկա են քաղաքական դաշտում, եւ Սամվել Կարապետյանը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անազատության մեջ ինքը կանգնած է իր ժողովրդի կողքին եւ անելու է ամեն բան, որպեսզի մենք ունենանք ուժեղ Հայաստան։ Ձեր շարժումը ներկայանում է Սամվել Կարապետյանի դեմքով, այսպես ասած, բայց նա որքան հասկանում եմ չի կարող լինել վարչապետ, որովհետեւ ինչ-որ սահմանափակումներ կան օրենքում։ Հետևաբար պետք է լինի մեկ այլ վարչապետի տեխնազու, ճիշտ եմ հասկանում։ Ես կփորձեմ այս հարցի պատասխանը այժմ չհնչեցնել։ Մենք ունենք մեծ միջոցառում։ Բայց այս ամիս, չէ՞։ Այո, մի քանի օրից ունենք մեծ միջոցառում, որտեղ բազմաթիվ հայտարարություններ կհնչեն եւ կուսակցության հետ կապված եւ վարչապետի մեր տեխնացուի հետ կապված, որպեսզի փակագծեր չբացեմ, ճիշտ կլինի, որ սպասենք ամսի 12-ին մեր միջոցառման օրվան։ Դա կլինի կուսակցության, հա, քաղաքական ուժի հիմնադիր համագումար, ինչպես է այդ միջոցառումը կոչվելու։ Միջոցառումը լինելու է հենց կուսակցության հետ կապված, մեր քաղաքական դաշտ մտնելու որպես կուսակցություն դրա հետ կապված, մնացած մանրամասնությունները կներեք, բայց սպասենք միջոցառման օրվան։ Վերջին հարցը, դուք մի քանի անգամ ուժեղ բառը կրկնեցիք, ինչու եք ձեր շարժման անդամները ինչու են անընդհատ շեշտում ուժեղ բառը։ Ուժեղ առաջնորդ, ուժեղ Հայաստան, ուժեղ հասարակություն, ինչ եք ներդնում այդ ուժեղ բառի մեջ։ Ներդնում ենք մեր առաջնորդի այն փորձը, հնարավորությունները, ազդեցությունը, դիրքը ոչ միայն հայաստանյան իրականության, այլև համաշխարհային մասշտաբով, ներդնում ենք մեր հայրենակիցների, մեր Հայաստանի ներուժը, որովհետև մենք հունվարի 20-ին ներկայացրեցինք նաև մեր տնտեսական ծրագիրը 5 քայլերի մասին եւ այնտեղ պիտի ունենանք ուժեղ տնտեսություն, որպեսզի կառուցենք ուժեղ Հայաստան։ Դա շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները այն միտքը, որ Հայաստանը ունի մեծ ներուժ, Հայաստանը կարող է զարգանալ ու դառնալ տարածաշրջանային զարգացած պետություն, կարող է իր հայրենակիցներին, իր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին տուն կանչել եւ այստեղ ստեղծել այնպիսի մի երկիր, որտեղ բոլորը ապահով կլինեն եւ տնտեսապես զարգացած երկիր կունենանք, այդ ուժեղ իմաստը ամփոփվում է հենց այդ ամեն ինչի մեջ, որովհետև մենք ուժեղ ենք, Հայաստանը ուժեղ է ու պիտի լինի միշտ ուժեղ, ուղղակի այն ներուժը, որ ունի Հայաստանը, պետք է ճիշտ առաջնորդով առաջ տանել, ճիշտ ծրագրերով առաջնորդել, որպեսզի ունենանք ուժեղ Հայաստան։ Շնորհակալություն հետաքրքրությամբ։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի մեր ձևով շարժման անդամ քաղաքագետ Անդրանիկ Գևորգյանի հետ։